Ուրեմն հիշեցնեմ, որ հանձնաժողովի նիստի ժամանակ Տիկին Ավետիսյանը ասեց գումարի ավելցուկ ա եղել բյուջեի, այդ դրա համար էլ բարձրացվել է։ Հիմա փաստորեն դիցուկ դիտարկենք մի տարբերակ, երբ որ 26 թվականին բյուջեն կարա ոչ թե ավելցուկ տալ պակասորդ տա, ինչ է ստացվելու։ Այս գումարը չի տրվելու աշխատակիցներին, եկող տարի այս մարդիկ նորից տվյալու են հին աշխատավարձին, այսինքն բարձր չէ վարձատրվելու։ Եվ իմ կարծիքով սա, պարոն Ավինյան, սա քաղաքական որոշում է եւ սա իմ կարծիքով ձեզ թելադրված որոշում է, որովհետեւ արժեվում ընտրություններ կան եւ որպեսզի այդ մարդկանց սիրաշահեք կամ այդ մարդկանց սիրտը գրավեք, սա ձեզ թելադրվել է, որպեսզի բարձրացվի ու բարձրացվել է շատ սիմվոլիկ ամսում, էլի մայիս ամսի աշխատավարձը, որ բարձրացվել այդ մարդիկ ստանալու են հունիսի 3-ին, 4-ին, 5-ին եւ հունիսի 7-ին գնալու են ընտրության։ Սա հենց այնպես չի որ մայիսին է բարձրացել, որը կարող էր կրկնում եմ, կարող էր բարձրանալ հունվարի 1-ից եւ որը կարող էր բարձրանալ ավելի շատ եւ չկապվել ընտրությունների հետ։ Պարոն Դանելյան, այո, դուք ճիշտ եք, սա թելադրված որոշում է եւ այս որոշումը ինձ թելադրված է բանկապարտեզների աշխատակիցների կողմից, սպորտ դպրոցների աշխատակիցների կողմից նախկինում էր թելադրված, դրանից առաջ մշակութային կենտրոնների, երաժշտական դպրոցների աշխատակիցների կողմից էր թելադրված եւ ուզում եմ շեշտել, որ իրականում վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը իր սեփական եկամուտները եռապատկել է եւ դրա հաշվին ենք մենք այս աշխատավարձերը կարողանում բարձրացնել, դրա հաշվին ենք մենք կարողանում մեր բակային ծրագրերի մեծ ծավալը իրականացնել եւ շատ այլ բաներ, որոնց մասին կլսենք բյուջեի կատարողականի վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ։ Շնորհակալություն, Տիկին Ավետիսյան, արձագանքի կարիք չկա։